Ավելի քան 1 տարի առանց մշտական ցուցադրության եւ տնօրենի Էրեբունի թանգարանի կառավարումը տևական ժամանակ է վստահված է պաշտոնակատարներին 1 տարում ընտրություն եղել է, բայց անարդյունք պահանջվող հմտություններ ունեցող մարդիկ չկան, քաղաքապետարանից մեկնաբանում են այսպես. 1 ամիս առաջ մրցույթ հայտարարվեց, մասնակիցները չկարողացան շեմը հաղթահարել, առաջիկայում հայտարարված է արդեն մրցույթ, որը կկայանա հունիսի 27-ին։ Որևէ դիտարկում, որևէ ցանկություններ բացի այն, որ թանգարանը եւ թանգարանները գործեն եւ գործեն լիարժեք, Երևանի քաղաքապետարանը չունի։ Հիմնանորոգման կարիք ունի նաեւ թանգարանի բացօթյա այս սրահը, աշխատակիցների խոսքով ավելի քան 10 տարի տանիքը վատ թար վիճակում է, այն պարբերաբար ու մասամբ ներկվել է, խնդիրը սակայն չի վերացել։ Անձրևաջրերը շարունակ գունաթափել են ծածկի ներսի հատվածը։ Նախորդ տարի որոշվել է թանգարանի ցուցասրահները նորոգելու նախագծում ներառել նաեւ ավելի քան 40 տարի առաջ կառուցված սրահը։ Նոր ցուցադրության էսքիզը որ պիտի լինի, որ հուսով են կլինի այդ ցուցադրությունը փոփոխված, այդտեղ արդեն լրիվ ուրիշ էսքիզով է, այստեղ արդեն փակ չի, այդ բակը բաց է, ապակիներով, հետաքրքիր կլինի։ Էրեբունի թանգարանի այցելուները Ուրարտական շրջանի պատմությանը ծանոթանում են միայն այս փոքր սենյակում, երկրորդ հարկի լայն ընդարձակ սրահից նմուշները հավաքել, տեսակավորել ու իջեցրել են պահոց 1 տարի առաջ։ 2024 թվականի մարտի 23-ի հրամանով էքսպոնատները հավաքել ենք եւ գտնվում են մեր հնագիտության ֆոնդում։ Եվ այստեղ արդեն մրցույթ է հայտարարվել ապամոնտաժելու ցուցափեղկերը եղել է, իսկ նոր մրցույթ շինարարություն սկսելու համար մի անգամ եղել է ինչ-որ նախագծով չի հաստատվել, թե ինչ, ես այդ ժամանակ տեղյակ չեմ, որովհետև ես չեմ փոխարինել։ Արգելոց թանգարանում նոր հայեցակարգ ներդրվել է 1980-ականների սկզբին, հենց այդ ժամանակ էլ մերձբալթյան երկրների օրինակով թանգարանի բակը վերածվել է ցուցասրահի, եթե նորոգման նախագիծ էսքիզը վերջապես կյանքի կոչվի, հիմնովին կփոխվեն նաև ներսի սրահները, նոր հայեցակարգը պատրաստ է։ Մի տարուց ավել է, սպասում ենք, որ տնօրենի մրցույթը լինի, հաղթող լինի եւ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությունը Լուվրի թանգարանի օժանդակությամբ իրենց հետ միասին, որտեղ բոլոր էսքիզները կան, բոլոր այն հնագիտական առարկաները, որ պետք է ցուցադրվեն իրենց բաժիններով կա գրված, փաստաթղթերով, համակարգչի մեջ, միայն մնում է շինարարությունը սկսել եւ արդեն այդ հարցերը մնացածը ինքնին կլուծվի։ Պղնձաջարսպ եւ բարիտ, հենց այս քարերով են ուրարտացիները գունազարդել որմնանկարները, որ հայտնաբերվել են ոչ թե պատերի վրայից, այլ հողի հաստ շերտի տակից։ Դրանց մի մասը տարիներ առաջ վերականգնել են Մոսկվայի կերպարվեստի թանգարանի մասնագետները, բայց մի քանի արժեքավոր գտածոների ամրակայումը շարունակում է մնալ օրվա հրամայական։ Սևակ Վարդումյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։